Անել Բարև ձեզ։ Ես ուզում էի ասեի, պատրաստվում ենք մեր հարցին լուծում գոնե տան, անորոշ վիճակը, այս 8 օրես հիմնարկը փակա, անորոշ վիճակը ոչ մեկ չեն իմանում երբ կլինի։ Կոնկրետ մի հատ մեկի հարցին հետաքրքրվի կան իմանան այս 70 հոգին աշխատատեղերը կբացվի, մի օր կմնա, 10 օր կմնա, երբ կբացվի, գոնե մեզ մի բանով հույս տան, որ մենք էլ հույսով սպասենք խոսքի մի օրից, 10 օրից, որ իմանանք մենք մեր անելիքը, չէ, եթե չի բացվելու, գոնե ամեկ մեկը գնա իր գլխի ճարը տենա։ Բանկերում Մեկին այս 8 օրերի ընթացքում երկուշաբթի օրը հենց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, փաստացի, այդ օրից սկսած որևէ մեկին փորձել եք դիմելով, օրինակ քննչական կոմիտե դիմեք կամ համապատասխան մարմիններին իմանաք ինչ է լինելու ձեր ճակատագիրը։ Ամսի 11-ին կենտրոն հեռուստատեսությունն է եկել, նույն ձևի նկարել ենք, ուրիշ տեղ դեռ չէ։ Մենք սպասում էինք գոնե մի պատասխանի, բայց հիմա նաղդի անորոշ վիճակ է։ Ոչ մեկ ոչ մի պատասխան չեն տվել։ Պատասխանի պարզ կլինի կբացվի թե Ով է չէ։ ասել ձեզ։ Դա ասենք խոսակցությունների մեջ է։ Հիմա ներկա պահին մենք սպասում ենք մի կես ժամը 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին բարձրանալու ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակնքվել է։ Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտենք Երևան-Սևան մարողին փակենք։ Եթե ձեզ հարմար կլինի միանաք մեզ։ Մենք հիմա այս պահին բարձրանում ենք Աբովյանի քննչական կոմիտե, որ կապարակնքվել է։ Դուք կոնկրետ այս ընկերությունում ինչ գործունեությամբ եք։ Ես սղոցավար եմ։ Ասենք մեզ քարերից աշխատանքը կանգ առել։ Մենք շաբաթ օրը մենք շաբաշ արել ենք, գնացել ենք տուն, այն նպատակով երկու շաբթի մեր աշխատանքային շորերը ձեռնես եկել են գործան, ոստիկանությունը չի թողել, ասել է փակ է։ Գնացեք տուն, ձեզ ավելար տեղ է կպահին, բայց 70 հոգուց աշխատող ունենք, ամեն մեկը տանը հոգս ունի, վարկ ունի ու բոլոր հարցերը։ Ու բացի դրանից Հիսուս Քրիստոսի արձանի մշակող կարը հենց մեր գործարանից է։ Դա Հիսուս Քրիստոսի արձանի այդ աշխատանքներն են կանգ առել կապա։ Եթե այստեղից հումքը չի արտադրել ուղարկվում ընդ, իհարկե կանգնած է։ Աշխարհում մեկ հայտարարակ վիճակ է։ Իրենք հարցնում են Գագիկ Ծառուկյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ նստեն բանակցելու Գագիկ Ծառուկյանը աշխատողների ինչ մեղավոր է։ Այսինքն մարդիկ վարկեր ունեն։